Ինքը չգիտի ով է բարակը։ Դասին արեկին Շատ լավ, խմբերի բացահայտման առումով իհարկե դեռ անելիք ունենք շատ իրականացնելու, որովհետև մեր խնդիրն է հենց խմբի բացահայտումը, խմբի կազմակերպիչների բացահայտումը, որպեսզի մենք կարողանանք խմբի հետագա գործողություններն արդեն կանխենք եւ ուղղակի հետևանքի հետևից չվազենք, հա, անընդհատ բռնենք տարածողներին եւ չկարողանանք խմբի գործունեությունը դադարեցնել, բայց այստեղ ավելի ինտենսիվ աշխատանքի կարիք ունենք իրականացնելու, ասեմ, որ հատկապես վերջին ժամանակահատվածում սահմանային կետերում ավելի ուժեղացրել ենք հսկողությունը եւ կարողացել ենք տասնյակ կիլոգրամներով տարբեր դրվագներով թմրամիջոցներ հայտնաբերել եւ առգրավել, որը որ հենց այս տրամաբանության մեջ թույլ չի տվել, որպեսզի հետագայում դա դառնա տասնյակ հազարավոր մանր դեպքեր, կլինի իրացում, կլինի օգտագործում եւ այսպես շարունակ։ Պիտի անձնագրայիններում հնարավոր դեպքերի բացահայտել բնակարանների գողության, մեծ խմբեր բացահայտել, բայց չնշեցիք վարչապետի խոսնակ Տիկին Նազերի Բաղդասարյանի, վարչապետի Աներձակ Հիրաչյա Հակոբյանի քպական պատգամավոր իրենց բնակարանների գողությունը իրականացնող անձիկ կան այդ գողերի մեջ թե ոչ։ Դրանց մասով արդեն կա քրեական վարույթ, պիտի խնդրեմ դիմել քննչական կոմիտե, որպեսզի ընթացքի մասով իրազեկվեք, բայց ես ավելի հարգալից եմ ձեր գործընկերոջ նկատմամբ, որովհետև կար հարց, որին որ ես չպատասխանեցի, խոսքս դպրոցների շրջանում թմրամիջոցների տարածվածությանն է վերաբերում, ասեմ, որ իրականում ավելի իրականում ավելի ուռճացված է, հա, այն պատկերը, որը որ ներկայացվում է, ես հասկանում եմ, որ շատ զգայուն թեմայի մասին ենք խոսում եւ ցանկացած դրվագ, որտեղ որ անչափահասն է անցնում, մեզ համար ավելի խորն ենք ընկալում, հա, դեպքը իր բոլոր նրբերանգներով, բայց վիճակագրությունն ենք երբ որ նայում, նկատում ենք, որ ահռելի թվեր չունենք, բայց սա կարող է խոսել երկու բանի մասին։ Առաջինը, որ իրականում թվերն այդպիսինն են, այսինքն այն ինչ որ կա ավելի շատ էմոցիոնալ դաշտի պնդում է, բայց երկրորդն էլ այն է, որ միգուցե ունեն խնդիր, որ ծնողները չեն ցանկանում, հա, ընտանեկան շրջանակից դուրս բերել տվյալ ինֆորմացիան եւ փորձում են իրենք կարգավորել երեխաների հետ կապված հարցերը եւ կարծում եմ այստեղ պիտի հետեւողական Ոստիկանության գվարդիան մինչև նոյեմբերի 1-ը պետք է ձևավորվեր, չէ, եւ արդեն քննարկվում է ով է նշանակվելու Ոչ, որովհետև ոստիկանության գվարդիայի ցանկացած պաշտոն զբաղեցնող անձ պիտի անցնի, խնդրում եմ մի քիչ առաջ կանգնենք, Եկեք առաջ։ Տիկին նախարար, ինչպես ասած։ Կանադառնանք այդ թեմային արդեն կոնկրետ վերապատրաստումների արդյունքում։ Այս մի հարցն էլ Ինչպես է ստացվում, որ Իրանի քաղաքացիներ, ենթադրաբար ադրբեջանցիներ, հանրապետության հրապարակում երգում են ադրբեջանական երգ եւ ոստիկան չի մոտենում նրանց, ասենք, օրինակ հանրային կարգը խախտելու առիթով։ Հանրապետության հրապարակում անձինք կարող են անցկացնել իրենց հանգիստը, այդ դեպքով ազգային անվտանգության ծառայությունը կոնկրետ հայտարարությամբ է հանդես եկել եւ կրկին խնդրում եմ չշահարկել այդ դրվագը եւ չբերել ինչ որ միջպետական հարաբերությունների դաշտ։ Շնորհակալություն։